եւ նրանք պիտի մեքենաներով վերադառնան։ Իհարկե կվերադառնան, կգան եւ հետո կասի, տեսակ ինչ արեցի, բարեկամացրի, եւ երբ արդեն հայերին դուրս կհանեն այս վերջին հողակտորից, եւ երբ պատմական էջը ուրեմն փակելու լինեն, այդ ժամանակ գուցե մի քանիսը նորից երգեր կգրեն, լաց կլինեն, կասեն, վայ, ես էլ կորցրեցինք, հետո կնայեն, որ մոլորակի վրա այլևս ոչ մի անկյուն չի մնացել։ Եվ այնտեղ երբ անվանարկում էր այստեղի ուրեմն այս կեղծ սուտ խաբեությամբ իշխանությունը զավթածին եւ հետն էլ ասում էր հայոց հասարակությունը հիվանդ է, իսկապես հիվանդ է, դեռ արդեն չես կարող ընդդիմանալ ինչ-որ բան ասել եւ նա ինչի չօգտվի, օգտվում է հայտարարություններ անում է, մինչդեռ եթե նորմալ ղեկավար լիներ, Ալիևը բացահայտ Ադրբեջանը նվիրում է Հայաստանին։ Եթե լիներ առողջ ղեկավարություն, կկարողանար կազմակերպել ընդունել այդ նվերը, որտեղ այդ հոխորտանքը, որ դա կատարում է թշնամի երկրից, ոչ բարեկամ, ինչպես սրանք են կոչվում, եթե իրերը իրենց անուններով կոչենք, հասկանանք ինչ է կատարվում, իրականում այդ մարդը ասում է սա Ադրբեջանը հայերինն է, տալիս է այդ հնարավորությունը, ինչպես այս Գոյանքը գնաց, ասաց Արցախը Հայաստան է եւ վերջ, փակեց դիվանագիտության դուռը։ Հիմա այնտեղից սա է հայտարարում, որ այս Հայաստանը մերն է, դե եթե Իրանն է գնանք մեր Ադրբեջանը վերցնենք, որպեսզի այնտեղից էլ հոխորտանք